Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 2015 թվական սեպտեմբերի 12 Խորովածի համահայկական 7-րդ փառատոն բացում։ Այսօր մենք այստեղ ենք տոնելու համար։ Ուրախ եմ, որ մեզ չեք մոռացել, ուրախ եմ, որ մեզ հետ եք։ Բարեկամներ, 7 թիվը գիտեք, խորհրդավոր թիվ է, ճիշտ ասած ես չէի պատկերացնում, որ այսքան խորհրդավոր, որովհետև փառատոնը կայացավ, փառատոնը շարունակություն է ունենալու, դուք տեսնում եք ինչ ուրախ մթնոլորտ է, դուք տեսնում եք թե մարդիկ ինչքան ուրախ են։ Այսօր ներկայացված խորովածները դուք ծանոթանաք, թե դրանք ինչպես են պատրաստվում, ինչ համեմունքներ ունեն, բայց ամենակարևորն եմ ուզում ձեզ ցույց տալ։ Մենք միշտ ասում ենք, խորովածը կարելի է միայն ձեռով ճաշակել, ձեռքով, այլ ոչ թե դանակ պատարակով։ Բայց քանի որ մեզ են միացել նաև հյուրեր արտասահմանից, մենք առաջարկում ենք պատարակախ, բայց այսպիսի պատարակախ եւ դանակ։ Խորովածի համար հարմարեցված։ Այնպես որ մենք կշրջենք տաղավար առ տաղավար, կտեսնենք թե մեր խոհարարների մտքի թռիչքը որքան է ավելացել նախորդ մեր փառատոնից, կտեսնենք թե ինչ տեսականի են ներկայացրել մեր խոհարարները։ Վերջում կհանդիպենք եւ կամփոփենք։ Ապրեք դուք։ Մենք եկել ենք Վրաստանի Խոխմել գյուղից, ներկայացնում ենք մեր գյուղի բարիքները, ունենք ամեն ինչ իդեալական, նատուրալնի խորոված։ Մեր խորովածը եւ ամեն ինչ տարբերվում է իրեն բնական համեմունքներով, բնական համով ու ամեն ինչ, որ ներկայացում է բնությունից։ Ես մասնակցում եմ արդեն 4-րդ տարին խորովածի փառատոնին ու շատ ուրախ եմ բոլոր մասնակիցների համար, որ այստեղ ներկա են գտնվում, բոլորը յուրահատուկ ինչ-որ խորոված են պատրաստում, շատ ուրախ եմ իմ ընկերներից, հատուկ կազմակերպիչներից, պարոն Մամուլյանից եւ մեր բոլոր հայ խոհարարների կազմակերպության, պապաման եւ զարգացման հասարակական կազմակերպության բոլոր անդամներից։ Մասնակցում ենք առաջ տարի, ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնը եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ, ուրեմն դրված է տաղավար, տարբերում է նրանով, որ մենք երիտասարդներով որոշել ենք Լոռու մարզպետարանի հովանավորությամբ խորովածի ամբողջ հասույթը տրամադրել Վանաձորում ընտրված մի քանի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Մենք ներկայացնում ենք Երևանի համարվեց պետական արհեստագործական ուսումնարանը։ Մենք այսօր եկել ենք այստեղ ուղղակի որպես տոն նշելու համար, ինչքան որ հաղթանակի կամ ինչ-որ մի բանի, ուղղակի դե պարզը պետք է ձգտենք հաղթանակի։ Ես արդեն երկրորդ անգամ մասնակցում եմ խորովածի փառատոնին, մասնակցել եմ տոլմայի փառատոններին, հաճելի է, որ շատ փառատոններ նման լինի մեր հայազգի համար, որ ծաղկի հայազգը կան ուրախանան, մենք հաճույք ենք ստանում, ներկայացնում եմ Մաստալի ռեստորանային համալիրը, ներկայացնում ենք խորովածներ, տարբեր տեսականիներ, խոզի, տավարի, նապաստակի, ունենք ամեն ինչ, անում ենք մեր հայազգի համար։ Հիմա բոլորս էլ նույն աշխատանքի ստիլի մեջ ենք, բոլորից էլ նույնն է, նույն միսն է, նույն խորովածն է։ Ուղղակի ասեք բոլորը ներկայացնում են տարբեր ռեստորաններ, մենք եկել ենք այսօր փառատոնին մասնակցելու, ուրախացնելու մեր հայազգին, որպեսզի մեր ազգը ուրախանա։ Նման փառատոներ ես էլ եմ ասում, ցանկանում եմ, որ շատ լինի։ Փառատոնի հիմնական գաղափարը նա է, որ զարգացնել տուրիզմը Հայաստանի հյուսիսային շրջաններում, ինչպես փառատոնը ի սկզբանե ունեցել է մի ծրագիր, կազմակերպվել է մի ծրագրի շրջանակներում, որը կոչվել է հյուսիսային դարպասներ եւ հենց այդ ծրագրի շրջանակներում էլ առաջի տարին 2009 թվականին ստեղծվեց խորովածի համահայկական փառատոնը, որը եւ արդեն դարձավ ավանդական եւ արդեն 7-րդ տարին կազմակերպվում է
Աղթալայի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում։ Հուսով ենք, որ սա բնականաբար դեռ շարունակություն կունենա, ոչ թե 7-րդ տարին, այլ 17-27 եւ ընդհանրապես երևի թե 70-րդ անգամ Խորովածի փառատոնը նաև կնշենք Աղթալայի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում, ու հուսով եմ, որ ես անպայման 70-րդ փառատոնին ներկա եմ լինելու։ Առաջ տարին է, որ մենք մասնակցում ենք Աղթալայի խորովածի փառատոնին։ Աղթալայից ոչ շատ հեռու գտնվող գյուղից ենք, Աքորի գյուղից։ Ուրեմն մեր գյուղում արդեն մի քանի ամիս է, որ գործում է Impact ակումբ World Vision-ի եւ որոշել ենք մեր Impact անունով ակումբով ուրեմն նախատեսել ենք մեր գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցու համար տեղեկատվական հարթակ եւ դրա պատճառով որոշել ենք մենք ինքներս ֆոնդահայթայթում կատարել, գնացել ենք մեր անտառներից հավաքել ենք խոտաբույսեր եւ նպատակը նա է, որպեսզի վաճառենք եւ գումար հայթայթենք այդ տեղեկատվական հարթակը տեղադրելու համար։ Ներկայացնում եմ Աղթալա համայնքի Impact ակումբի ներկայացուցիչներից եմ, այս է մեր խմբի անդամներն են, այսօր եկել ենք, որ մեր համայնքի բերք ու բարիքը բերել ենք մեզ հետ, որպեսզի ներկայացնենք, վաճառենք, ու բացի այս է, քանի որ այսօր մեր խորովածի փառատոնի օրն է, այնտեղ վերևում մեր խմբի անդամներով խորոված ենք արել ու վաճառում ենք, որ հավաքված գումարը ներդնենք համայնքում որևէ խնդիրի լուծման մեջ, լուծման համար, կամ ինչ-որ բարեգործական ծրագիր իրականացնենք։ Ուրեմն ներկայացնում ենք Լոռու թիմը առաջի անգամ մասնակցում փառատոնին, ներկայացրել ենք խորովածը, մեր տեսակը եղել է խոզի ֆիլեից պատրաստված հյուսած միս, որը պատրաստվել է սոյայի սոսով։ Ես Սամսոն Տեպերոսյան, Գերմանիա Համբուրգ քաղաքից, միշտական Աղթալայի փառատոնը Համբուրգում տելևիզիոնում եմ դիտում։ Ցանկությունն է, որ մի անգամ ներկա լինել։ Երբ որ այս տարի 6-րդ անգամ գնացի Արցախ, հետո ասամ Արցախից հետո Աղթալա փառատոնը չետաս խորոված չտես, Համբուրգ էթալ արգելված է։ Դրա համար եկամ ստեղ շատ հպարտ եմ, որ այսօր ասված շանս տվավ ներկա ելամ ստեղ։ Շատ համով էր, շատ կերանք, շատ համով էր, ես Համբուրգում իմ գերմանացի հյուրերիս հայկական խորոված եմ տալիս, բայց այսօրվա խորովածը ստեղ չտեսնված համով էր և դժբախտաբար ես միշտ գերանում եմ խորոված ուտելուն։ Այսօր մենք ներկայանում ենք այս փառատոնին մի շարք ունիկալ ճաշատեսակով, այսպես ասած, եթե նրբեշիկը կարելի է համարել, 4 տեսակի նրբեշիկ ենք բերել մեզ հետ, որը տեղում ենք մենք պատրաստում, ինչպես նաև մեր գործանի պատրաստած գարեջուրը, ակադեմիա տեսակի 2 տեսակի գարեջուրն ենք ներկայացնում։ Ուտեստ իրանից ներկայացնում էր տավարի չալաղաչ, որը հատուկ համեմվում է մի քանի օր, դրանից հետո ինքը պատրաստվում է խորովածի կրակի վրա և ավելացվում են մի քանի տեսակի հատուկ սոուսներ, և այդ ամեն ինչը ձևավորվում է չերի լոլիկով, ֆետա պանրով և պիրի պղպեղով։ Մասնակցում եմ առաջին անգամ այս փառատոնին, շատ ուրախ եմ, շատ գոհ եմ։ Գրավել եմ առաջի տեղը լավագույն մտահղացում և համ տեղերում։ Շատ գոհ եմ կոլեկտիվից, բոլորից, մասնակցել եմ նաև Ֆրանսիայում շատ միջոցառումների, գրավել եմ 3-րդ տեղը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում, խոհարարների մրցույթին։ Խորովածը սովորականից տարբերվում էր նրանով, որ պատրաստել ենք հայկական խորոված եվրոպական սոուսներով, որպեսզի միսը չլինի չոր, ավելի ուտեն սոուսներով և դիզայնը և ձևավորումը շատ գեղեցիկ էր, ժյուրին հավանեց։
2015 թվական սեպտեմբերի 12 Ախտալա Խորովածի համահայկական փառատոնի գլխավոր հաղթող Գարեջրի ակադեմիա։ Շնորհավորենք բոլորս, ծափահարենք եւ ցանկանանք, որ բոլորս լինենք հաղթող, ինչպես այս պահին հաղթող է Գարեջրի ակադեմիան։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր այսօրը սեպտեմբերի 12 2015 թվական Խորովածի համաշխարհային մայրաքաղաք Ախտալա, այսպիսին էր այսօրը եւ մենք ուրախ ենք եւ շատ երջանիկ, բայց ունենք նաեւ արդյունք այսօր իմ հյուրն է նաեւ որպես արդյունք չասեմ, բայց հաղթողը Արմեն ջան, այդ տրամադրությունը ինչպիսին էր, ինչ էիր կարծում գալուց դու անկանկալում էր որ պիտի հաղթեիր։ Տրամադրությունը ի սկզբանե շատ լավն էր, ասեմ որ երկրորդ տարին ենք արդեն մասնակցում, դուք շատ լավ գիտեք, հեռուստադիտողի համար ասեմ, անցած տարի մենք հանդիսատեսի համակրանք կոչումը ստացանք, այս տարի այնպես ստացվեց, որ մենք ժյուրի ամենաբարձր հաղթանակը վերցրեցինք Եվ հանդիսատեսը ճանաչեց եւ ժյուրին գնահատեց։ Այո, ժյուրին գնահատեց, մենք գալիս ենք այսօր մեր հեղինակային ուտեստով, որը բազմիցս վերամշակվել է, վերցվել է տարբեր խոհանոցներից, բայց դա հեղինակային էր եւ հույս ունենք, որ արժանվույնս կգնահատվի։ Այնպես ստացվեց, որ մեր հույսերից էլ ավելի բարձր գնահատական ստացվեց։ Ապրես Արմեն ջան, հարգելի հեռուստադիտողներ, ընդհանրապես Խորովածի փառատոն ասվածը, այո, հնարավորությունների գնահատման մի միջավայր է։ Եվ մի անգամ մասնակցողը եւս մեկ անգամ ուզում է մասնակցել, որպեսզի ապացուցի իր արժանի լինելը։ Արմենը ապացուցեց արժանին ստացավ եւ ուզում եմ որ մենք բոլորս հարգելի հեռուստադիտողներ յուրաքանչյուր առիթը օգտագործենք մեր արժանինքները գնահատելու եւ մեր արժանինքները տեղ հասցնելու համար։ Այսքանն էր որ այսօր մենք պատրաստել ենք հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ ուզում եմ որ բոլորս լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք եւ հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Ստեսնու բարեկամներ։